Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան մասնակցելու գերագույն նախկին առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։ Թեհրանի Մեհրաբադ միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուլ Մոհամմադին։ Փաշինյանը այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Վարչապետը կրկին ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ, ընդգծելով, որ Հայաստանը կիսում է իրանցի ժողովրդի վիշտը։ Նախագահ Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին հանգուցյալ գերագույն առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր է գնահատում Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշումը եւ դժվարին ժամանակահատվածում Իրանին ցուցաբերած մարդասիրական օգնությունը։ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան մասնակցելու Ինպրոմ 2026 ցուցահանդեսին։ Վարչապետը ելույթ կունենա հուլիսի 6-ից 9 Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում։ Ելույթ ունեցողների թվում են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելարուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը եւ Ղրղըզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։ Այս տարվա ֆորումի հիմնական թեման է արդյունաբերություն 360, արտադրություն առանց սահմանների։ Թուրքիայի հետ բանակցությունները ես չեմ շարունակելու, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Քանի որ ես ազգային ժողովի նախագահի տեխնացու եմ ընտրվել եւ ընտրվելու դեպքում ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ դերկացուցիչ լինել։ Հետևաբար իրենց կոնսպիրոլոգիայի մի 90%-ը միանգամից փլվում է, որ ինձ ընտրելու են ազգային ժողովի նախագահ, որպեսզի ազգային ժողովի նախագահը բանակցի Թուրքիայի հետ։ Փլվեց այդ արդեն։ Ազգային ժողովի նախագահի տեխնացու ընտրվելուց հետո Ռուբինյանը լրագրողներին ասել էր, թե չի որոշել ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո շարունակելու է բանակցություններ վարել Թուրքիայի հետ որպես հատուկ ներկայացուցիչ, թե ոչ։ Կարծեմ ընդունում եք, որ դուք այս պաշտոնի համար պիտանի չեք, որովհետև Հայաստան Դաշնքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարին մեղադրել է Արցախում գտնվող հայկական պատմամշակութային կոթողների ճակատագրի հարցում անգործության համար։ Խաչատրյանը կասկածի տակ է դրել Անդրեասյանի մասնագիտական պիտանելությունը, նշելով, թե իր գիտելիքները միջին վիճակագրական են, ուստի նախարարի գիտելիքների մակարդակը ավելի ցածր լինելու ընդունումն ինքնին խոսում է։ Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք։ Եվ խորհուրդ եմ տալիս հիշել, որ դուք պատգամավոր եք եւ խոսում եք ազգային ժողովի ամբիոնից։ Խնդրում եմ նաեւ հիշեք, որ դուք Հայաստանի Հանրապետության պատգամավոր եք։ Եվ Հայաստանի Հանրապետությունը ունի միջազգայինորեն ճանաչված սահմաններ եւ Հայաստանի Հանրապետության լիազոր պետական մարմինները պետք է անեն ամեն ինչ իրենց տիրույթում գտնվող Հայաստանի Հանրապետության նշված ոլորտի հարցերը լուծելու համար։ Այս պարզ ճշմարտությունը հասկանալը կարծում եմ բարդ չի։ Ու եթե ձեր գիտելիքն ու կրթությունը չեն հերիքել, որ դուք դա հասկանաք, հրավիրում եմ ոչ ֆորմալ կրթական դասընթացների դա ձեզ բացատրել։ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 2 ամսով։ Երեկ 2 ամսով կալանավորվել է նաև Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը։ Քննչական կոմիտեն Էդիկ Մալոյանին մեղադրում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ապօրինի ձեռքբերման եւ հրապարակման համար։ Գերատեսչության տվյալներով Մալոյանը, չունենալով համապատասխան գաղտնի տեղեկություններին ծանոթանալու իրավունք, դրդել է այդ իրավունքն ունեցող զինծառայողին հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն։ Այնուհետև հրապարակել է նաև իր ապօրինի ձեռքբերած գաղտնի տվյալները։ Ավելի վաղ իրավապահները խուզարկել են մարտական խաչի ասպետի Թալինում գտնվող տունը եւ ձերբակալել նրան։ Մալոյանի աջակիցներն այս գործընթացը համարում են քաղաքական հետապնդում, շեշտելով սպայի մարտական անցյալը։ Որոշել է 1 ամսով երկարացնել բանտային կալանքը։ Կրթության գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվել է։ Լրագրողներին ասել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Ըստ քննչական կոմիտեի Աշոտյանը 6 անձի հետ համագործակցությամբ չարաշահել է պաշտոնական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին եւ նրա որդուն Արտյոմ Խաչատրյանին օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակագույք։ Աշոտյանը կալանավորվել էր այս տարվա հունիսի 5-ին։ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը արդեն տեղափոխել են Թեհրան։ Իրանցիները սկսել են հրաժեշտ տալ Այաթոլլային։ Հրաժեշտի մեծ արարողությունը տեղի կունենա Իսլամական Հանրապետության մի քանի քաղաքներում։ Այն կտևի մինչև հուլիսի 9։ Հաղորդվում է, որ ՍՔՕ միջոցառմանը կմասնակցեն շուրջ 100 երկրների ղեկավարներ։
ما نمیدونیم به خدا رسم ودا با تو چیه Իսրայելը ծրագրել էր վերացնել իրանցի բանակցողներին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին եւ Իրանի խորհրդարանի նախագահ Բաղեր Ղալիբաֆին, գրել է The New York Times թերթը։ ԱՄՆ վարչակազմը խուսափել է դրանից, երբ Վաշինգտոնը ապրիլին սկսել է հրադադարի բանակցություններ Թեհրանի հետ, խնդրելով իսրայելական կողմին հրաժարվել այդ ծրագրերից։ Իրանը Իսլամաբադում կայանալիք բանակցություններից առաջ ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ է խնդրել, վախենալով Իսրայելի գաղտնի գործողություններից։ Ըստ New York Times-ի Թեհրան վերադարձող ինքնաթիռում Իրանի անվտանգության ծառայությունները հայտնաբերել են Ղալիբաֆի ինքնաթիռին հարվածելու սպառնալիք, որից հետո կատարվել է արտակարգ վայրեջք ու պատվիրակությունը ցամաքով է վերադարձել։ Ապրիլի 12-ին միջազգային լրատվականները հաղորդել էին, որ Ղալիբաֆի ինքնաթիռը արտակարգ վայրեջք է կատարել, չնշելով պատճառը։ Պյատիգորսկի երկաթուղային կայարանում սպասվող ահաբեկչական հարձակում է կանխել Ռուսաստանի անվտանգության ծառայությունը։ Ձերբակալվել է Կենտրոնական Ասիայի քաղաքացի, որը կապ ունի արգելված կազմակերպության հետ։ Տղամարդը պլանավորում էր պայթյուն իրականացնել կայարանում, օգտագործելով ինքնաշեն հրկիզող սարք, հետևելով Սիրիայում գտնվող իր օգտականի հրամանին։ ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի հարավում Պուեբլո եւ Կաստեր շրջաններում մոլեգնում է աղետալի անտառային հրդեհ, չոր եւ քամոտ եղանակի պատճառով գրակավարկենական տարածվում է, ստիպելով հազարավոր մարդկանց լքել իրենց տները, այրվել է շուրջ 20,000 հեկտար տարածք, ոչնչացվել է ավելի քան 180 օբյեկտ, որոնցից առնվազն 55-ը բնակելի տներ են։ Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Թաքեր Կարսոնը ծրագրում է ստեղծել սեփական քաղաքական կուսակցությունը։ Ըստ Կարսոնի ԱՄՆ-ի հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունները լիովին միակամ են արտաքին քաղաքականության հարցերում, այդ թվում Մերձավոր Արևելքում պատերազմին աջակցելու գործում։ Անհրաժեշտ է երրորդ կուսակցություն, ես պատրաստվում եմ օգնել դրա ստեղծմանը, նշել է նա։ Կարսոնը շեշտել է, որ պետության համար իսկապես կարևոր են պատերազմի եւ ֆինանսական հարցերը, քանի որ այս հիմնարար թեմաներում հանրապետականներն ու դեմոկրատները միշտ համակարծիք են, լրագրողի համոզմամբ ԱՄՆ-ում այժմ գործում է միակուսակցական համակարգ, այլ ոչ թե ժողովրդավարություն։ Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2595-ի, վիրավորներինը 12400-ի։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, ներգրաված է շուրջ 19000 փրկարար։ Երկրի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի հրամանով ստեղծվել է $200 միլիոն վերականգնման հիմնադրամ։ Նախնական գնահատականներով երկրաշարժի հասցրած տնտեսական վնասը կարող է գերազանցել $10 միլիարդ։ Երկրում շարունակում են գրանցվել հետցնցումներ, սակայն սեյսմոլոգների տվյալներով դրանց ուժգնությունն ու հաճախականությունը վերջին օրերին նվազել են։ Ռուսաստանը հարյուրավոր անօդաչու սարքերով ու տասնյակ հրթիռներով թիրախավորել է Կիևը։ Սա վերջին ամիսների ամենաարյունալի հարձակումն է, որի հետևանքով զոհվել է 23 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ ու շուրջ 130 ավերված շինություններ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ումերովի եւ Քուշների միջև բանակցությունների մասին եւ հույս հայտնել Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ։ Երկրում տեղի ունեցած ողբերգության համար նա մեղադրել է արևմտյան դաշնակիցներին հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման խոստումները դրժելու համար։ Ուկրաինական Զինուժը խոստովանել է նաև բալիստիկ հրթիռների խոցման ցածր արդյունավետությունը, դա պայմանավորելով համապատասխան զինտեխնիկայի պակասությամբ։ Մոսկվան այս գործողությունը որակել է որպես պատասխան հարված ռուսական էներգետիկ օբյեկտների վրա Կիևի գրոհներին։ Կրեմլը հավաստիացրել է, որ ռազմական ճնշումը կշարունակվի մինչև Ռուսաստանի սահմանած նպատակների լիակատար իրագործումը։ Դամասկոսի կենտրոնական թաղամասերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, կա 22 վիրավոր, նրանց տեղափոխել են հիվանդանոց ծանր վնասվածքներով։ Դամասկոսի նահանգապետը հայտնել է մեկ կասկածյալի հետապնդման եւ ձերբակալության մասին, սակայն հստակ չէ, թե կոնկրետ որ կազմակերպությունն է կանգնած տեղի ունեցածի հետևում։ Իշխանությունները պայթյունը որակում են որպես երկրի կայունացումը խաթարելու փորձ, թեև ահաբեկչական որևէ խմբավորում դեռևս պատասխանատվություն չի ստանձնել։ Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս, քանի որ չի կարող աշխատել իր սկզբունքներին եւ համոզմունքներին համապատասխան։ Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին եւ հավաստիացրել, որ կշարունակի ծառայել երկրին, անկախ զբաղեցրած պաշտոնից, բնակության վայրից կամ կատարվող պարտականություններից, լինի դա պետական թե մասնավոր հատվածում։